Սիրակի իմաստությունը 22 Ծույլի մասին Ծույլը նման է շաղախված կղկղանքի, ամեն ոք զզվանքով կթքի նրա վրա։ Ծույլը հավասար է աղբի և թրիքի, ամեն ոք, ով այն վերցնի, թափ կտա իր ձեռքը։ Վատաբարո զավակների մասին Անդաստիրակ որդու ծնունդը հոր ամոթն է, իսկ դստեր ծնունդը նրա նվաստացումը։ Ողջախոհ դուստրն իր ամուսինը կունենա, իսկ անամոթը տրտմություն է ծնողների համար։ Անառակը ամոթով կթողնի իր հորն ու մորը, և երկուսից էլ կանարգվի։ Տարադեպ պատմությունը նույնն է, ինչ որ երաժշտությունը սգի ժամանակ, իսկ ծեծն ու խրատը իմաստնություն է ամեն ժամանակ։ Հիմարին սովորեցնողը նման է կոտրած խեցի կպցնողի և քնածին խոր քնից արթնացնողի։ Հիմարն անուղղելի է, ով պատմում է հիմարին, նույնն է թե պատմում են իր հողին, որը վերջում հարցնում է, ինչ, լաց եղիր նաև տխմարի վրա, քանզի նրա համար չքացավ իմաստությունը։ Մեղմ լաց եղիր մեռելի վրա, քանզի նա գտավ իր հանգիստը, իսկ հիմարի համար ապրելը մահից վատ է։ Մեռելի վրա սուգը 7 օր է, իսկ անմիտ և ամբարիշտ մարդու համար իր կյանքի բոլոր օրերին։ Անզգամի հետ շատ մի խոսիր և անմիտ մարդու մոտ մի գնա։ Զգույշ եղիր նրանից, որպեսզի տանջանք չկրես, և նրանից հեռանալիս կեղտով չշաղախվես։ Այլ զատվիր նրանից և հանգիստ կգտնես ու չես ձանձրանա նրա անմտությունից։ Կապարից ավելի ծանր ինչ կա, և ինչ է նրա անունը, եթե ոչ հիմար։ Ավելի դյուրին է տանել ավազը, աղը և շիկացած երկաթը, քան անմիտ մարդուն, ինչպես փայտե պահանգով ամրացված շինվածքը ցնցումներից չի խախտվում, այդպես էլ անխախտ է մնում իմացության խորհրդով հաստատված սիրտը։ Իմաստության խորհրդով հաստատված սիրտը վախի ժամանակ չի վհատվի։ Ինչպես բարձրավանդակի վրա գտնվող հարդը և ավազաշաղախ քարաշեն պատի խճաքարերը հողմերի առաջ չեն դիմանա, այնպես էլ վախկոտ սիրտը տխմար խորհուրդների պատճառով չի տոկա ամեն տեսակ երկյուղի առաջ։ Բարեկամի հավատարմության մասին Ով աչքն է խոցում, արտասուք է բերում, և ով սիրտն է խոցում, զգացմունքներ է հարուցում։ Ով քար է նետում թռչուններին, քշում է նրանց, և ով նախատում է բարեկամին, խզում է բարեկամությունը։ Թե սուր էլ քաշես բարեկամի վրա, անհույս մի եղիր, քանզի դարձ կա։ Թե բարեկամի վրա բերան էլ բացես, մի վախեցիր, քանզի հաշտություն կա, միայն թե դա չլինի նախատինք, ամբարտավանություն, գաղտնիք հայտնել և նենգ վիրավորանք։ Ամեն տեսակ բարեկամ փախչում է սրանցից։ Մերձավորի մոտ հավատարմություն ունեցիր նրա աղքատության ժամանակ, որպեսզի նրա հարստության օրոք ուրախ լինես։ Նեղության ժամանակ մոտ եղիր նրան, որպեսզի դու էլ ժառանգես նրա ժառանգությունից։ Ինչպես հնոցում կրակից առաջ գոլորշի և ծուխ է դուրս գալիս, այդպես էլ արյունահեղությունից առաջ բամբասանքը։ Ես չեմ ամաչի բարեկամիս պաշտպանել, և նրա երեսից չեմ թաքնվի, թեկուզ ինձ չարիք պատահի նրա պատճառով։ Մինչդեռ ամեն ոք, ով լսի այդ մասին, պիտի խորշի նրանից։ Ով ինձ կտար պահապան իմ բերանի վրա և խորագիտության կնիք իմ շուրթերին, որպեսզի
չխորտակվեմ, եւ իմ լեզուն չկործանի ինձ։